Ողջույն, իմ հյուրն այսօր հոգեբան Իզաբելլա Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մի կողմից տեխնոլոգիաները եւ բժշկությունը մարդուն հնարավորություն են տալիս ավելի վստահ եւ գեղեցիկ զգալու իրեն, բայց մյուս կողմից կարծես թե մարդու ինքնության սահմանն են արդեն հատում։ Դուք որպես հոգեբան ինչ կասեք, ինչու է մարդը դիմում պլաստիկ վիրաբուժության։ Պլաստիկ վիրաբուժության դիմելը այդ պլաստիկ միջամտությունների ունի իր ուրույն մոտիվացիա։ Եվ չենք կարող ասել, որ կա ինչ-որ մի պատճառ ընդհանուր, որը ընկած է հենց այդ դիմումների հիմքում, շատ տարբեր կարող են լինել պատճառները։ Եվ եթե մի կողմից մենք փորձենք ինչ-որ գիտահեն մոտեցում ցույց տանք այս հարցին, կտեսնենք, որ կան մարդկանց ինչ-որ մի քանակ ըստ միջազգային հետազոտությունների մոտավորապես 20%, ովքեր մարմնի այսպես կոչված դիսմորֆոֆոբիա ունեն, այսինքն իրենց մարմինը չընդունելու խանգարման աստիճանի, ներսին աղճատման աստիճանի չընդունում ունեն եւ իրանք են սովորաբար հանդիսանում են կրկնակի վիրահատություններ, անողները, բազմակի անգամ դիմողները։ Բայց մենք նաեւ ունենք այն 80%-ը, ովքեր շատ տարբեր մոտիվացիաներ կարող են ունենալ, սկսած սոցիալական ազդեցություններից, սոցիալական մեդիաների ֆիլտրներից, որտեղ որ անբնական շատ գեղեցիկ արտաքին ցուցադրվում եւ մարդը ուզում է դրան ձգտի եւ վերջացած ներքին ինչ որ իդեալիստական պատկերացումներից սեփական մարմնի եւ արտաքինի վերաբերյալ, որոնք անիրատեսական են, բայց մարդը անընդհատ ուզում է ձգտի այդ ներքին պատկերը գլխի մեջ գոյացած պատկերը վերջապես տեսնի հայելու մեջ եւ սովորաբար մոտիվացիաները սրանք են եւ ես նկատել եմ նաեւ մի բան, որ ինչքան ավելի հասանելի է, եթե եւի շատ տրամաբանական այդ ծառայությունը ինչքան ավելի դառնում է հասանելի, ֆինանսապես համեմատաբար մատչելի, այդքան ավելի գայթակղությունը դիմելու մեծ է դառնում, առանց հաշվի առնելու ներքին հոգեկան process-ները։ Իսկ ինչ եք կարծում, երբ որ մարդը դիմում է պլաստիկ միջամտության, հետո որպես այդպիսին մարդու մոտ ինքնաբավության կամ ինքնագնահատականի բարձրացման այդ միտումներ նկատվում են։ Էլի եկեք, եթե հղում կատարենք հետազոտություններին, ապա որոշակի տոկոսով ինքնագնահատականի բարձրացում հետազոտությունները ցույց են տալիս պլաստիկ միջամտությունից հետո, որ մոտավորապես 10-ից 15%-ով, եթե տենց թվերի վերածենք այս ամենը, բարձրանում է մարդու ինքնագնահատականը։ Այսինքն, ստատիստիկայի համար դա զգալի փոփոխություն է։ Այսինքն այդ ինքնաբավությունը իրոք շատանում է եւ սոցիալական կարգավիճակն է փոխվում, այսինքն մարդը ունենում է մի քիչ ավելի շատ վստահություն քայլեր անելու, կարիերայում ավելի, ինչ որ համարձակ ռիսկային քայլերի դիմելու։ Այդ հետազոտությունները վկայում են, փաստում են, որ նման դինամիկա դրական կա։ Իսկ ինչ եք կարծում, իսկապես պլաստիկ միջամտությունը մարդուն շատ ավելի գեղեցիկ է դարձնում, թե այդ ձեր ասած այդ հոգեբանական որոշակի ինչ որ բաներ փոխվում են մարդու ներսում, այդ ինքնընկալումը թեկուզ ներքին, եւ դրա արդյունքում է մարդը ավելի ինքնավստահ դառնում, ավելի գործուն դառնում։ Մենք դժվար է շատ ասել ավելի գեղեցիկ է ինքը դառնում, թե չէ։ Ոնց որ ես ասացի, ինքը կամ ավելի մոտենում է իր ներքին պատկերացմանը, որը ինքը ունի, կապ չունի այդ ինչ պատկերացումը իր համար դա գեղեցիկ է, կամ շատ մոտենում է այդ ֆիլտրված սոցիալական մեդիաներով գովազդված իրականությանը արտաքինին, որը էլի ոնց որ համարվում է գեղեցիկ, ինքը համաձայնվել է այդ չափանիշին, ոնց որ։ Ու եթե տենց է ինքը իրան համարում է գեղեցիկ, դա լրիվ բավարար է, որպեսզի ինքը ավելի համարձակ դառնա։ Այսինքն, տեսեք, բայց դուք ձեր խոսքում սկզբում նշեցիք, որ այստեղ նաև բավականին դերակատարություն ունի սոցիումը, որտեղ կա նաև սոցիալական ճնշում, չէ, մշակութային որոշակի ընկալումներ գեղեցիկի նկատմամբ եւ այլն, եւ հիմա ավելի շատ շեշտը դնում եք անհատի ինքնընկալման վրա։ Այսինքն, երբ որ անհատը դիմում է պլաստիկ միջամտության, բայց այստեղ կարևոր է սոցիումը ինչպես իրեն ընկալեց, թե իր ինքնընկալումն ինչպիսին դարձավ։ Հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև մենք ունենք մեր եսի մեջ մի մաս եսի, որը կոչվում է հայելային կամ սոցիալական ես։ Այսինքն այդ են եսն է, որը մտածում է եւ անհանգստանում է
առ այն թե ինչպես են իրան ընկալում ուրիշները, բայց այդ էլի մեր եսի մի մասն է։ Այդ սոցիումը չի ոնց որ արտակնապես, հա, որպես այդպեսին։ Այդ սոցիումի պրոյեկցիան է մեր ներսում։ Այսինքն դա էլի մեր եսն է։ Մենք չենք կարող այդ եսից հրաժարվել, որովհետև մենք բոլորս սոցիալական էակներ ենք։ Եվ ես օրինակ չեմ սիրում այդ խոսակցությունները, որ օй սոցիումը կապ չունի, ես շատ ինքնուրույն եմ, մտածում չկա տենց բան։ Մենք սոցիալական կենդանիներ ենք, բառից բուն իմաստով։ Այդ նշանակում է, որ մեր եսի մի մասը, մեր ես կոնցեպցիայի մի մասը կազմում է հենց այդ հայելային եսը, որը հենց սոցիալական հոգեբանության մեջ վաղուց ապացուցված փաստ է։ Ու նաև քանի որ ստատիստիկաներից խոսեցինք, եթե նայում ենք թե տեղի եւ թե գլոբալ ստատիստիկ տվյալներին, ապա դուք ինքներդ էլ կփաստեք, որ հատկապես մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր կրկնակի կամ բազմակի են դիմում պլաստիկ միջամտության։ Նախ կուզեի հասկանալ, արդյոք սա մարդու մոտ հոգեբանական կախվածություն է առաջացնում, այդ պլաստիկ միջամտություն ասվածը, եւ երկրորդը, էլի արդյոք ինչ որ ձևով պետք է միջամտություններ արվեն, չգիտեմ, սոցիումի, չգիտեմ, հոգեբանի կողմից կամ պլաստիկ վիրաբույժի կողմից, որ เป զի մարդը, այսպես ասած, կանգ առնի։ Ես նշեցի արդեն, որ մոտավորապես 20% դեպքերում դա խոսքը գնում է խանգարման մասին, հա, դիսմորֆոֆոբիա, մարմնի, դեմքի, այսինքն որ մարդը անընդհատ դժգոհ է իր արտաքինից եւ դա հասնում է ասես ծայրահեղ նևրոտիկ վիճակի, ինքը անդադ անում է վիրահատություն, անում է միջամտություն, անդադ իր դուրը չի գալ, ինքը էլի է անում ու էլի է անում։ Բայց չեք կարծում, որ այստեղ մարդը ոչ թե պիտի պլաստիկ միջամտության դիմի, այլ հոգեբանի, որ เป զի ինքն իրեն ընդունի այնպիսին, ինչպիսին է։ Այ հենց այդտեղ մենք գալիս ենք այն հարցին, որը ցավոք ինձ թվում է Հայաստանում դեռ այդ պրակտիկան, այդ մշակույթը չկա, որ պլաստիկ վիրաբուժության այդ կենտրոններում միշտ մինչև վիրահատությունը կատարվի հոգեբանական դիագնոստիկա մարդու, որովհետև արտասահմանում այդ պրակտիկան կա։ Տեստավորում են անցնում, որպեսզի բացահայտվի, միգուցե ինքը իրոք ունի խանգարում եւ ի վերջո իր կյանքին եւ առողջությանն է վնասելու ինքը այդ կրկնակի վիրահատություններով։ Այսինքն, իսկ եթե բացահայտվի, որ մարդու մոտ խանգարում կա, բայց ամեն դեպքում մարդը ասի իմ մարմինն իմ իրավունքն է, այսպես ասված, եւ փորձի այդպես Համենայն դեպս եկեք sense, եթե խոսքը գնում է չափահաս մարդու մասին, իհարկե մենք չենք կարող նրան արգելել, բայց մի բան է, երբ որ ինքը ուղղակի տենց կպչուն ձևով ուզում է փոխվի եւ համոզված է, որ հեսա իր ուզած արդյունքը կհասնի, բայց հետո դիագնոստիկայի արդյունքում պարզվում է, որ ինքը ունի խանգարում, ինքը ունի խնդիր։ Ու դրա համար մենք ուղղակի ռեկոմենդացիա ենք անում, ասում ենք, սա քո տվյալներն է, դու ունես խնդիր եւ ես ենթադրում եմ, որ դու երբեք գոհ չես լինի արդյունքից։ Եվ ռեկոմենդացիան տրվում այսպես՝ գնալ հոգեթերապիայի, անցնել հոգեթերապիայի կուրս, սեփական մարմնի ընդունման, սեփական ինքնության, այդ ամբողջական պատկերի ստեղծման ներսից, հետո նոր դիմել վիրահատության, բայց դա մարդը եթե չուզի, իհարկե չեն կարող ստիպել։ Ամեն դեպքում վերջնական որոշում կայացնողն ինքն է։ Իհարկե, տեսեք, դուք նշում եք, երբ որ չափահաս մարդու մասին է խոսքը, անշուշտ։ Այսինքն չափահասը ինքն իրավունք ունի ընտրելու իր մարմնի հետ ինչպես կուզի վարվել։ Բայց եթե մենք էլի նայում ենք ստատիստիկ տվյալները ու մեզ մոտ Հայաստանում, դուք էլ երևի կփաստեք, որ բավականին երիտասարդ տարիքից ու խոսքը միայն, այսինքն այնպիսի միջամտություններ են անում, որոնք տարիքի հետ գուցե հասկանալի եւ ընդունելի են, բայց երբ որ երիտասարդ 20, չգիտեմ 25 տարեկանում այդ մոլուցքին տրվում են, կարծում եմ սա արդեն խնդիր է որպես այդպիսին ու անձի խնդիր չի, որտեղ երբ որ մենք հասարակական ֆոնին նայում ենք, բավականին ցցուն երևում են դրանք։ Համաձայն եմ, բայց 20-25-ն էլ է չափահաս, եկեք հաշվի առնենք, որ դա չափահաս մարդիկ են, ուղղակի երիտասարդ տարիքը կամ պատանեկությունը, երիտասարդությունը դա մեր սոցիալական կայացման, բոլոր սոցիալական այդ process-ների մեջ ընդգրկվելու, կայանալու, զուգընկեր գտնելու, չգիտեմ, ընտանիք կազմելու, աշխատանք ունենալու, կոլեկտիվում, չգիտեմ, հա, եւ տարբեր տեղեր կայանալու ժամանակն է եւ այդ դեպքում շատ մեծ ուշադրություն է դարձվում ու համարվում է, տենց կա պատկերացում, որ եթե ինչքան ես ավելի ներկայանալի լինեմ, այդքան ավելի երևացող լինեմ, այդքան ավելի հաջող ընտրություն կկատարեմ, այդքան ինձ ավելի լավ տեղ կառաջարկեն
աշխատանք։ Սա մի կողմից, մյուս կողմից գոյություն ունի այդպես հոգեկան վարակում, հոգեբանական վարակում երևույթը, որ մարդիկ իրարից վարակվում են, երբ որ սկսում են բոլորը անել, դու սկսում ես մտածել կարող է ես էլ պետք է անեմ։ Այն ասենք X մարդը, չգիտեմ, գնաց, վիրահատվեց, ինչ որ միջամտություններ արեց, լավ գործ ստացավ կամ հաջող ամուսնացավ, օրինակ, կամ չգիտեմ, էլ ինչ որ հետաքրքիր առաջարկներ ստացավ, միգուցե ես էլ գնամ անեմ, միգուցե դա է հենց իմ խնդիրը, որ ինչ որ բան չի ստացվում։ Երիտասարդ տարիքում շատ ավելի հակված են այդ վարակիչ, հա, ազդեցություններին։ Էլ չասեմ, որ սոցիալական մեդիա հարթակների հիմնական լսարանը դա մինչև 30 տարեկան, հա, երիտասարդներն են, իսկ այնտեղ շատ ուժեղ է գնում այդ քարոզչությունը արտաքին տեսքի։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք պետք է դպրոցներում կրթել պատանիներին ինքնագնահատականի, ինքնընկալման, իրենց մարմնի հետ կապված որոշակի գիտելիքներ փոխանցեն, որպեսզի այդ մոլուցքը, այդ միտումները, քանի որ ժամանակակից աշխարհում մենք նաև տեսնում ենք, չէ, ինֆլուենսերները, սոցիալական մեդիան ինչպիսի մեծ դերակատարություն ունի այստեղ, եւ հետեւաբար, եթե մարդիկ մի քիչ ավելի գրագետ լինեն ինքնընկալման, մարմնի ընկալման հետ կապված, գուցե այդ թվերը, ստատիստիկան այդքան մեծ, այդքան բարձր չլինի։ Տեսականորեն շատ լավ բան եք ասում, մի քիչ դժվարանում եմ պատկերացնել իր գործնական կիրառումը ինչպես կարող է լինել, որովհետև դա կրթական ծրագրերի փոփոխությունն է դպրոցներում, օրինակ ֆիզիկական դաստիարակության դասերի ծրագրի փոփոխությունն է, որովհետև կարելի է այդ դասերի ներքո երեխաներին համ սովորացնել ճիշտ մարմնի կազմվածքին հետևելը, ճիշտ սնվել, հա, ճիշտ մարզվել, որպեսզի դու լավ առողջ տեսք ունենաս եւ պարտադիր չդիմես ինչ որ միջամտությունների կամ նույնիսկ եթե դիմես, դա շատ գիտակցված, մտածված քայլ լինի, այլ ոչ թե ինչ որ ներազդված։ Ես սենց եմ պատկերացնում, որ իհարկե կրթական ծրագրերում կարող ենք ինչ որ փոփոխությունների մասին խոսել կամ օրինակ խոսել նրա մասին, որ ընտանիքներում, հա, թեկուզ ինչ որ ինչպես է երեխայի արտաքինի նկատմամբ վերաբերմունքը, մենք շատ գիտենք, ես շատ դեպքեր եմ ունեցել, որ հենց ընտանիքից այդ տրավմատիզացիան գնաց է երեխաների արտաքինի նկատմամբ, այսպես ասած, բուլինգ է ենթարկվել երեխան հենց ծնողների կողմից, եւ դպրոցում կա եւ ընտանիքում էլ կա այդ ամեն ինչը։ Ես կարող եմ ասել, որ ստեղ նույնիսկ եթե դպրոցում երեխան ճիշտ դաստիարակություն, կրթություն sense ասեմ, ստանա եւ վերադառնա ընտանիք, որտեղ միևնույնն է արտաքինի հանդեպ կա տենց սրված վերաբերմունք, հա, սա եւս կարող է չօգնել։ Բայց այսօրվա դրությամբ ընտանիքի ազդեցությունը ցավոք սրտի գնալով քչանում է, որովհետեւ մեդիա դաշտը շատ ավելի ուժեղ է, հատկապես դեռահասների համար, ովքեր առանց այն էլ գտնվում են իրանց կյանքին հենց փուլում, որ ուզում են համակարգի, ընտանիքի դեմ, հա, իրանց պայքարը ցուցաբերել, իրանց պրոտեստը ցուցաբերել, իսկ հիմա ոնց որ պատասխան հող կա, այնքան ազդեցություններ կան, այնքան գայթակղիչ հրավերներ կան, որ իրոք շատ ծանր հոգեվիճակում են հայտնվում դեռահասները, մենք շատ մեծ կտրուկ աճ եմ ես նկատել սննդային վարքի խանգարումների, որոնց հիմքում էլի ընկած արտաքին տեսքի փոփոխությունը, ոնց որ դեռահասը հնարավորություն չունի դիմել պլաստիկ վիրահատության, որտեղ ինքը գումար չունի, ծնողները այդ գումարը չեն տրամադրում եւ այդ պատասխանատվությունը չեն վերցնում։ Ու ճիշտ են անում, ես բնականաբար դեռ շուտ է այդ ամեն ինչի, բայց դեռահասը ունի իր մարմինը եւ իր սնվելու իրավունքը եւ սկսում են հաց չուտել օրերով, ամիսներով եւ ընկնում են շատ ծանր վիճակի մեջ։ Եվ սննդաբանները փաստում են եւ հոգեբուժներ, որ շատ աճել է թիվը։ Իսկ հասարակությունը որոշակի պատասխանատվություն ունի մարդու մարմնի ընկալման կամ մեկնաբանությունների հետ կապված։ Մի քիչ կպարզաբանեք այդ հասարակության պատասխանատվություն ասելով ինչ եք հասկանում։ Որովհետև քանի որ դեռահասների մասին շատ խոսեցինք ու սոցիալական մեդիայի դերի մասին, շատ հաճախ նաև մարդկանց անպատասխանատու ինչ որ մեկնաբանությունները կարող են իսկապես դեռահասին որոշակի տրավմատիզացնել, այսպես ասած, հա, արդյոք պատասխանատվություն պետք է կրի հասարակությունը, որպեսզի մարդու մարմնի նկատմամբ նամանավանդ մեր հասարակության մեջ շատ հաճախ ենք, չէ՞, լսում շատ ես նիհարել, ես ինչ նիհարես, ես ինչ չաղես, քիթդ մեծ է, սուր է, երկար է, կարճ է, չգիտեմ,
Այսինքն հասարակությունը որպես այդպեսին իր վրա շատ մեծ պատասխանատվություն է վերցնում մեկնաբանություններ անել ու շատ բարձր նոտայով, այսպես ասած, որովհետև կարծում եմ, որ ինքը դրա իրավունքն ունի։ Այ կուզեմ մի փոքր էլ սրա մասին անդրադարձանենք։ Այ իմ կարծիքով հենց հասարակության գեր անպատասխանատվությունն է նմանատիպ մոտեցում ցույցաբերելը այդ, հա, որ մենք կարող ենք մեր գրեթե անծանոթ մարդուն, թեկուզ սոցիալական հարթակներում կամ մեր բոլոր ծանոթներին անընդհատ շեշտենք, չէ՞, այդ ձեր ասած չաղանալ, նիհարել, բոյովանալ, կարճանալ եւ այլն եւ մնացած այդ արտաքինի առանձնահատկությունները։ Դա անպատասխանատու մոտեցում է, դա սահմանների հարց է արդեն, որ ինչը մեր հասարակությունում շատ էլի խնդիր է, որտեղ մեր դաստիարակությունը չունի սահմաններ։ Երբ որ երեխան ուզում է գնա իր սենյակում առանձին նստի իր մտքերով մնա, ծնողները ասում են ինչի ես դուռդ փակում։ Ու այդ նորմալ երևույթ է։ Ինչի եք ձեր դուռը փակում երիտասարդ ամուսին, ինչի եք ձեր ննջասենյակի դուռը փակում, հարցնում են ծնողները, կարծես թե չգիտեն ինչ են փակում, հա։ Իսկ եթե մենք սենց մանրանանք, ապա սա հենց անպատասխանատու, սահմանները խախտող, դիմացինի արժանապատվությունը չհարգող մոտեցումը եւ հասարակության այն իրական պատասխանատվությունը դա կրթությունն է առաջին հերթին, կրթական դպրոցից սկսած դուք շատ ճիշտ եք, կրթական ծրագրերի փոփոխությունն է, դա սոցիալական հարթակներում, հա, ինչ որ պրոյեկտներ իրականացնելն է, որոնք կգովազդեն առողջ ապրելակերպը, սահմանների հարգելը, ինքդ քեզ ընդունելը։ Գիտեք, ինքդ քեզ ընդունելը նաև նշանակում է պատասխանատվություն ստանձնել այն փոփոխությունների համար, որոնք դու ուզում ես անել քո հետ։ Այ դա էլ է ինքնընդունման մեջ մտնում, որ որոշումը այդ քայլին գնալ լինի գիտակցված, որ ես հետևանքների համարել եմ պատասխանատու, որ կարող է անհաջող լինի, կարող է ես առողջությունս փչացնեմ, կարող է կյանքս վերջանա ուղղակի։ Մենք տենց դեպքերը գիտենք, որ դիմել են այդ վիրաբուժությունների եւ մի քանի ամիս հետո մահացել են, որտեղ ինչ որ սխալ բան է գնացել, օրգանիզմը չի ընդունել այդ փոփոխությունները։ Բայց եթե ես պետքա ստանձնեմ այդ պատասխանատվությունը, բայց դրա համար ես պետքա տեղեկացված լինեմ։ Ինձ հետ պետքա աշխատի հոգեբանը։ Ես պետքա տեղեկություն ունենամ, ինչ է ինձ սպասվում, ամբողջական պատկերը ստեղծեմ եւ հետո կայացնեմ որոշում։ Մի փոքր էլ կուզեմ արտաքին ընկալումը, ինքնընկալումը զուգահեռենք մարդու ինքնության հետ։ Նայեք, մեր մարմնի սխեման, ոնց որ ասած, մեր ինքնության մի մասն է, մեր եսի մի մասն է կազմում։ Ընդհանուր առմամբ եկեք սենց ժողովրդի լեզվով ասած, որ ասում են ծուռ նստենք, դուրս խոսենք, հա։ Մենք այս աշխարհում հնարավորություն ունենք ապրելու միայն մեր մարմնի միջոցով։ Ուրիշ ձև երկիր մոլորակը ուրիշ պայմաններ մեզ չի առաջարկում։ Մեր եսի գոյությունը, մեր ինքնության գոյությունը հնարավոր է այս մոլորակում, այս պայմաններում միայն եթե ունենք մեր մարմինը։ Ուստի մեր մարմինը դա ինչ որ առանձին երևույթ չէ, գոյություն չի, սուբստանցիա չի առանձին։ Մեր մարմինը մեր ինքնության մասն է ու կարևոր մասն է։ Այդ են անոթն է, այդ են տարածքն է, որտեղ որ մեր ինքնությունը հնարավորություն ունի բացվելու, զարգանալու, դրսևորվելու, չգիտեմ, հա, աճելու եւ այլն։ Ուստի ինչ որ մարմնականը թերա գնահատել, երկրորդային համարել, ինձ թվում է շատ մեծ սխալ է։ Գերագնահատելը պետք չի, հա։ Այդ թերագնահատումն է բերում նրան, որ այն զսպանակի էֆեկտով միանգամից գերագնահատում է գնում։ Չէ, համարենք նորմալ։ Եթե ես ուզում եմ, որ իմ ինքնությունը ամբողջական մնա, ես պետք է հոգ տանեմ իմ մարմնի մասին նաև ու հասկանամ իմ մարմնի հետ ինչա կատարվում։ Այստեղ է հենց այսպես ասած թաքնված շանգլուխը, որովհետև որն է այդ ներդաշնակության սահմանը, որտեղ հասնելով դու պիտի ասես, այ ես հասա, օրինակ իմ, չգիտեմ, մարմնական եւ հոգեկան, մտավոր, այսինքն ինձ որպես անհատ արդեն լիարժեք եմ զգում եւ այլևս ոնց որ պիտի ծառայեցնեմ իմ գործունեությունը, իմ լիարժեքության, զարգացմանը, դրսևորմանը, չէ՞։ Հա, շատ սիրուն է հնչում ու իսկականից տենց է, բայց այստեղ իրոք շանգլուխը թաքնված է, որովհետև սա յուրաքանչյուր մարդու անհատական հոգևոր ճանապարհն է, որտեղ ինքը կհասնի հոգու մարմնի միասնության, հա, այսինքն այն ինչ որ մենք համարում ենք ինչ որ մարմնական դրսևորումներ, հոգեկան դրսևորումներ, ի վերջո
դա կլինի մի ամբողջություն եւ դա հասուն ինքնաիրականացած, ինքնաիրացված, հա, ոնց որ ասում են, մարդու անձնային աճ ապրած մարդու, ինքը իր պոտենցիալը ռեալիզացրած մարդու բնութագիր է։ Երբ որ մենք գիտենք մենք ով ենք, գիտենք մեր ներուժը, գիտենք մեր, չգիտեմ, տաղանդները եւ մեր մարմինը մենք ընկալում ենք որպես միջոց եւ որպես տարածք, որը այդ ամեն ինչը կրում է եւ հնարավորություն է տալիս իրագործելու, մենք շատ ուշադիր կլինենք մեր մարմնի նկատմամբ։ Պետք կլինի կփոխենք, պետք կլինի կբուժենք, պետք կլինի հնարավորություն կտանք ինքը հանգստանա։ Այս այլ է հետաքրքիր բան ասում, որտեղ շատ հաճախ նույն մարդիկ, օրինակ, երբ որ մարմնի բուժելու հետ կապված խնդիրներ են լինում, կարող է շատ անհետևողական գտնվեն եւ շատ ուժ դիմեն բժիշկներին, բայց երբ որ խոսքը արտաքին երևացող միջամտությունների մասին է, ապա անմիջապես կդիմեն եւ շատ հաճախ երբ որ ներքին ինչ որ խնդիրների մասին է, մարդիկ դա կապում են ֆինանսների բացակայության հետ, բայց երբ որ արտաքին փոփոխությունների մասին է, մարդիկ կարողանում են ֆինանսներ դրա համար հայթայթել։ Սա էլ է շատ հետաքրքիր խնդիր։ Խնդիր է, որովհետև հենց մի քիչ առաջ իմ ասած այդ վատ հետևանքները հենց սրա հետ են կապված։ Երբ որ ես իմ ներքին առողջության հարցերին սովոր չեմ հետևել, հետո գնում եմ ինչ որ մի շատ լուրջ, ասենք պլաստիկ միջամտությանն եմ դիմում ու հետո պարզվում է, որ այդ իմ խնդիրների պատճառով այն ինչ որ ես սիրուն ստացա, ինքը ապրել կենսունակ չի, ուղղակի կենսունակ չի։ Դրա համար եւ ամբողջական բժշկական զննումները, եւ հոգեբանական դիագնոստիկան, եւ եթե լայն վերցնենք հա կրթությունը, շատ պետք է նպաստի նրան, որ մարդը այդ որոշումներին գա գիտակցված։ Իհարկե մենք հիմա շատ իդեալական պատկեր ենք ստեղծում, որովհետեւ հիմա յուրաքանչյուր քայլափոխին արդեն ատամնաբուժարանների քանակության չափ բացվում են գեղեցկության այդ հա էսթետիկ կենտրոններ, որտեղ դու հենց հիմա դուրս գանք, քայլենք, մտնենք մի հատ միջամտություն անենք, դուրս գանք։ Բայց ինչպիսի դա հետևանքներ կարող է բերի։ Ես երբ որ նաև հասարակության պատասխանատվությունից էի խոսում, նաև դա նկատի ունեի, որտեղ շատ հաճախ օրինակ մենք բավականին հետևողականորեն տա Աստված, որ իսկապես այդպես հետևողականորեն ընտրենք, երբ որ լուրջ վիրահատական ինչ-որ միջամտություն պիտի անենք, բայց երբ որ գալիս է արդեն պլաստիկ միջամտություններին, այս պարագայում մենք այդքան հետևողական չենք լինում, չենք տեսնում, օրինակ այդ մարդը արդյոք ինքը ունի պրոֆեսիոնալիզմի համապատասխան մակարդակ, գիտելիքներ, կրթություն, չգիտեմ, հմտություններ, փորձ, որպեսզի մեր մարմինը, մեր առողջությունը վստահենք այդ մարդուն։ Որպես կանոն մենք այդ պարագայում այդքան հետևողական չենք լինում։ Սա էլ չեք կարծում, որ այստեղ էլ ինչ-որ հոգեբանական խնդիրներ կան թաքնված։ Սոցիալական խնդիրներ կան թաքնված, հոգեբանականը այդ արագ ու հեշտ հասնելու պահն է։ Յուրաքանչյուր մարդ, լինի ինքը Հայաստանում, լինի դա, չգիտեմ, Գերմանիայում, ԱՄՆ-ում, թե Զիմբաբվեում, ինքը ուզում է արագ հասնի լավ բանի։ Ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում։ Երբ որ արագությունը շատ կարևոր է, չէ՞, տեմպը շատ կարևոր է։ Ես ուզում եմ, որ արագ լինի լավ։ Եվ երբ որ այստեղ հիմա, չէ՞։ Այստեղ եւ հիմա լավ սկզբունք է, բայց իրան տենց մի քիչ արդեն ոնց որ չարաշահում են ու շահագործում են։ Ես ուզում եմ արագ լինի լավ։ Եթե ես ուզում եմ արագ լինի լավ եւ իմ ամեն աչքից առաջ ամեն քայլափոխի ինձ դա առաջարկվում է, շատ մեծ է գայթակղությունը գնալ եւ արագ այդ ամեն ինչը ստանալ։ Ստեղ արդեն քաղաքական նաև հարց է, պետական մոտեցման հարց է։ Ինչքանով պետք է ոնց որ լիցենզավորում լինի նման մասնագետների, բժշկական կրթություն ունենան, որտեղ շատերը հիմա չունեն բժշկական կրթություն։ Վերապատրաստումներ են ինչ որ անցնում եւ այլն, բայց սա մեր երկրի համար գլոբալ հարց է, միայն պլաստիկ վիրաբուժության ոլորտին չի վերաբերվում, հոգեբանության ոլորտին է վերաբերվում, շատ տարբեր ոլորտների, որոնք համարվում են կարծես թե ոչ շատ վտանգավոր, չնայած դա այդպես չէ։ Ամենավտանգավորն է երևի։ Վերաբերվում են այնց, որ հայ, եթե ես գնամ մի քիչ վերապատրաստվեմ մի երկու դասընթաց on-line, տենց լսեմ ու մի 10 հատ սիրուն սերտիֆիկատ կախեմ իմ կաբինետում, ես արդեն կարող եմ թունավոր նյութերով աշխատեմ այդ տոքսիններով, հա, բոտոքսով կամ չգիտեմ այդ ամեն ինչ, իրանք թունավոր քիմիական նյութեր են, որոնք օքեյ, միգուցե իրանք ապացուցված է, որ անվնաս են եւ այլն, բայց ամեն դեպքում դի բժիշկը հասկանա ինչ ազդեցություն դա կարող է մարմնի վրա ունենալ։
Ու տեսեք, քանի որ էլի ինքնության եւ պլաստիկ միջամտության մասին խոսեցինք, ու դուք նաեւ ձեր պատասխանում շեշտեցիք, որ ինքնությունը մասերի ու ֆունկցիայի ամբողջություն է, այսինքն միայն մասերից չի բաղկացած, ու այս թեմայի մասին մտածելիս անընդհատ մտքումս Թևսեփսի նավի պարադոքսն էր փիլիսոփայության մեջ հայտնի, որտեղ ասում է, որ եթե մենք նավի մասերը պարբերաբար փոխենք, որովհետև հնացել են, ապա արդյոք ամենավերջում, երբ որ վերջին մասը կփոխենք, մենք կունենանք նույն Թևսեփսի նավը, եւ մի ուրիշ հարցել է առաջ քաշում, եթե մենք այն հնացած մասերով մի հատ էլ նավ կազմենք, արդյոք այն մասերից կազմվածը կլինի Թևսեփսի նավը։ Հիմա եթե սա պրոյեկտենք, այս պարադոքսը, այս համեմատությունը պրոյեկտենք մեր այսօրվա խոսակցության զրույցի վրա, ինչ հետևություններ կանեք դուք։ Դե ոնց որ թե մենք դեռ չենք հասել այն կետին, որ այդտենց մեր բոլոր մասերը կարողանանք եւ հասցնենք կյանքի ընթացքում փոխել, չնայած բժշկությունը դրան գնում է, հա, ոնց որ ինչքան ես գիտեմ, գլխի փոխպատվաստման ինչ որ փորձեր են արվում, փորձեր են արվում, այսինքն նյարդային համակարգն է մնում փոխել, մնացած օրգանները ոնց որ սովորել են աճեցնել եւ փոխել, ոնց որ նյարդային համակարգը եւ գլխուղեղն է մնում այն, որը եւ մեր եսի եւ ինքնության կրողն է, հա, նյութական հիմքն է։ Եթե դա էլ սովորեն անել, ես չգիտեմ ինչա լինելու, հա, ես հասկանում եմ, որ դա շատ մեծ փոփոխություն է։ Այսինքն, երբ որ ես լրիվ կարող եմ նորոգեմ, հենց իմ բջիջներից ստեղծած նոր, հա, ինչ որ մարմին ստանամ, ну գիտեք, երևի երբ որ էլեկտրականությունը հորինեցին եւ միջև այդ չկար, մարդկությունը չէր պատկերացնում, թե ինչ հնարավորություններ իր առաջ կբացվեն կամ երբ որ չգիտեմ համացանցը եղավ կամ հեռավար զանգերը, երևի մենք եթե միջնադարի մարդուն տենց բան պատմեինք, ինքը կասեր հնարավոր չի, մարդկությունը կվերանա, տենց բան հնարավոր չի։ Հիմա եթե մեր լոգիկայով բարդ է պատկերացնել նման մարդկանց, բայց միգուցե եւ դա դառնա իրականություն եւ արդեն դառնա մեր գիտակցության մի մաս։ Հեգելն ասում էր ինչ մտածելի է, դա իրական է, հետևաբար ես ամեն դեպքում չեմ բացառում դրա իրականություն դառնալը, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց կա, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, շատ կարևոր մի դրվագ, որ մարդը սոցիալական էակ է, սոցիալական կենդանի է, հետևաբար մենք իրար նկատմամբ պատասխանատվություն ունենք, ու այստեղ առաջ է գալիս էթիկան, որտեղ եթե չկա հասարակություն, սոցիում, մարդը այդ սոցիումում ինչ էթիկայի մասին է, չէ՞ խոսքը, բայց եթե նորարարություններ են լինում ինչ որ ոլորտում, ապա այստեղ պիտի էթիկական նորմերը, էթիկան որպես այդպեսին հասցնի արձագանքել։ Այ սա եմ ուզում նաև հասկանալ, արդյոք մենք որպես հասարակություն, որպես սոցիում, համընդհանուր մարդկությանը վերցրած, հասցնում ենք էթիկական արձագանքներ տալ նմանատիպ նվաճումների, այդպես անվանենք դրանց։ Միանշանակ չենք հասցնում, որովհետև դուք այն ինչ որ ասում եք վերաբերվում բարոյական, արժեքային, փիլիսոփայական, հա, հարցերին մեր ներսի, որոնք այդ տեմպի տակ չեն փոխվում, չեն կարող փոխվել։ Իսկ այսօր տեխնոլոգիաները զարգանում են շատ ավելի արագ եւ երևի թե հենց խնդիրը ստեղ է։ Չենք հասցնում, ինչպես եւ օրինակ չի հասցնում այսօր կրթությունը նորարարությունների հետևից ուսանողը, որ օրինակ ընդունվում է առաջին կուրսի վերջում արդեն իսկ իր անցածը հնացած է, ել չեմ ասում ավարտելու մասին, հա։ Մենք իրոք չենք հասցնում եւ էթիկական նորմերը շատ ավելի դժվար են փոփոխվում եւ դանդաղ, քան տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են մարդու համար ստեղծում։ Սա պարադոքսալ վիճակ է մարդկության համար եւ դեռ ես էլ եմ որպես տենց նաև մարդով հենց անմիջապես մարդկանց հետ գործ ունի պրակտիկ աշխատող, հենց կողքից նայում եմ, դեռ դիտարկում եմ, ինձ հետաքրքիր է ինչա տեղի ունենում, շատ վատատես չեմ, որտեվ ես հավատում եմ մարդու այդ բարձրագույն գիտակցությանը, որը միևնույն է, վերջում այս ամեն ինչը կհավաքի եւ մի նոր մակարդակի դուրս կգա։ Ես այդ հավատը ունեմ, բայց արանքում եւ այդ ճանապարհին ինչքան զոհեր կտանք ես չգիտեմ։ Մարդկության պատմությունը փաստել է, որ միշտ էլ նոր կամ շատ լավ ձեռքբերումները առանց զիջումների չեն լինում,
ձեր լավատես նոտայի վրա էլ փորձենք ավարտել ու հուսանք, որ մարդիկ ինչ որ մի պահի կհասկանան, որ գեղեցկությունը միայն այդ արտաքին դրսևորումները չեն, այլ ինքը շատ խորը ներքին արմատներ ունի եւ նաեւ դրա մշակման եւ դրա զարգացման համար այդքան մեծ ջանք ու էներգիա կդնեն, ինչքան որ արտաքին փայլուն երևացող մասի վրա են ջանքեր դնում։ Հուսանք, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։